Ես մի քանի անգամ ասել եմ, որ ընդդիմությունը ըստ էության զբաղված է ողբերգության վաճառականությամբ, իրանք ըստ էության կապիտալիզացնում են այն ցավը, որը որ հայ ժողովուրդն ունի անցյալի ողբերգական իրադարձությունների հետ կապված, իրենք փորձում են այդ էմոցիան դարձնել քաղաքական մանրադրամ եւ շահագործել այդ էմոցիան որքան հնարավոր է, դա սրբապղծություն է։ Նրանք ովքեր որ ասում են, որ Ծիծեռնակաբերդի հուշամալիրը մենք քանդում ենք, կամ ազգային ժողովում նույնիսկ ասում են ինչ-որ վանդալիզմ է եւ այլն, դա իսկական սրբապղծություն է, որովհետեւ նման բան բնականաբար չկա, մենք վերանորոգում ենք, մենք նորոգում ենք, մենք դա ըստ էության հենց մեր ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման հերթական դրսևորումներից մեկն է։ Իսկ ինչ վերաբերում է կնիքների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետությունը պետություն է եւ մեր պետական քաղաքականությունը, այդ թվում պետական սիմվոլիզմը հիմնված է մեր պետական քաղաքականության, պետական առաջնահերթությունների, մեր պաշտոնական արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության վրա եւ մեր պետական սիմվոլիկան ոչ թե պիտի հիմնված լինի էմոցիոնալ դրսևորումների վրա, այլ պետականամետ դրսևորումների վրա։ Իսկ ինչա ասում ընդդիմությունը, դա հերթական ուրեմն դատարկաբանությունն է, հերթական անգամ սիմվոլիզմը, էմոցիաները քաղաքական պայքարի մանրադրամ դարձնելու փորձերից մեկն է։